Տեր իմ Աստված, երկնային Հայր, այս նոր օրվա առավոտյան ես գալիս եմ քո առջև խոնարհ եւ խաղաղ սրտով։ Շնորհակալ եմ, որ ինձ արթնացրիր։ Շնորհակալ եմ, որ նոր օր պարգևեցիր։ Եվ շնորհակալ եմ, որ քո ողորմությունը նոր է այսօր։ Դու ես իմ կյանքի աղբյուրը, իմ ուժը եւ իմ հույսը։ Առանց քեզ ես ոչինչ չեմ կարող անել, բայց քեզ հետ ես կարող եմ քայլել խաղաղությամբ, վստահությամբ եւ հավատքով։ Տեր, այսօր ես չեմ ուզում ապրել իմ կամքով, մտահոգություններով կամ իմ մարդկային հաշվարկներով։ Ես ուզում եմ սովորել ասել, թող քո կամքը լինի իմ կյանքում։ Դու գիտես իմ օրը ավելի լավ, քան ես ինքս եմ պատկերացնում։ Դու գիտես այն, ինչ ինձ պետք է, եւ այն, ինչ պետք չէ, եւ ես վստահում եմ քեզ։ Հայր իմ, քո խոսքն ասում է, որ քո մտքերն ավելի բարձր են, քան իմ մտքերը, եւ քո ճանապարհները ավելի բարձր, քան իմ ճանապարհները։ Ես ընդունում եմ, որ միշտ չեմ հասկանում, թե ինչ է լավագույնը ինձ համար, բայց դու երբեք չես սխալվում։ Դու տեսնում ես ամբողջ պատկերը, իսկ ես միայն մի փոքր մասը։ Այդ պատճառով այսօր ընտրում եմ վստահել քեզ։ Տեր, հանձնում եմ քեզ իմ օրը, բոլոր քայլերով, հանդիպումներով, խոսքերով եւ որոշումներով։ Եթե շտապեմ, դանդաղեցրու ինձ։ Եթե շեղվեմ ճշմարտությունից, վերադարձրու ինձ։ Եթե վախենամ, խաղաղեցրու։ Թող իմ օրը լինի քո կամքի մեջ, ոչ թե իմ վախերի մեջ։ Հայր իմ, խնդրում եմ, առաջնորդիր ինձ այս օրվա ընթացքում։ Թող ես չկորցնեմ խաղաղությունս դժվարությունների մեջ, չկորցնեմ հավատքս անորոշության մեջ եւ չկորցնեմ ուրախությունս ծանր պահերին։ Թող քո ներկայությունը լինի իմ հաստատությունը։ Տեր, ես հանձնում եմ քեզ իմ աշխատանքը եւ իմ պարտականությունները։ Եթե այսօր պետք է աշխատեմ, թող իմ աշխատանքը լինի օրհնված։ Եթե պետք է մարդկանց հետ հանդիպեմ, թող իմ խոսքերը լինեն բարի եւ խաղաղություն բերող։ Եթե պետք է որոշումներ կայացնեմ, տուր ինձ իմաստություն եւ պարզություն։ Հայր իմ, այսօր ուզում եմ սովորել վստահել քո առաջնորդությանը։ Երբեմն ես ցանկանում եմ ամեն բան արագ եւ իմ ձևով լուծել, բայց դու սովորեցնում ես ինձ սպասել եւ վստահել քեզ։ Օգնիր ինձ չշտապել այնտեղ, որտեղ դու դեռ գործ ունես անելու։ Տեր, քո խոսքն ասում է. Տիրոջ խաղաղությունը, որ վեր է ամեն մտքից, պիտի պահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Ես խնդրում եմ, թող այդ խաղաղությունը լցնի իմ սիրտը այսօր։ Թող այն լինի իմ կյանքի հիմքը։ Հայր իմ, հանձնում եմ քեզ իմ զգացմունքները։ Երբեմն ուրախ եմ, երբեմն տխուր, երբեմն անհանգիստ կամ շփոթված։ Բայց ես չեմ ուզում, որ իմ զգացմունքները կառավարեն ինձ։ Ես ուզում եմ, որ քո ճշմարտությունը լինի իմ հենարանը։ Տեր, ես աղոթում եմ իմ մտքերի համար։ Մաքրիր իմ միտքը անհանգստությունից, բացասական մտքերից եւ վախերից։ Թող իմ միտքը լցված լինի այն ամենով, ինչ բարի է, մաքուր եւ խաղաղություն է բերում։ Հայր իմ, ես աղոթում եմ խոսքերիս համար։ Թող իմ շուրթերից այսօր դուրս գան խոսքեր, որոնք կառուցում են, ոչ թե քանդում։ Թող իմ խոսքերը լինեն մխիթարող, ոչ թե վիրավորող։ Թող ես լինեմ այն մարդը, ով իր խոսքերով լույս է բերում ուրիշների կյանքում։ Տեր, աղոթում եմ նաև իմ հարաբերությունների համար։ Եթե այսօր հանդիպեմ մարդկանց, օգնիր ինձ լինել համբերատար, բարի եւ հասկացող։ Թող ես չարձագանքեմ բարկությամբ, այլ սիրով։ Թող իմ մեջ լինի քո բնավորությունը։ Հայր իմ, եթե այսօր ինչ-որ բան չընթանա այնպես, ինչպես ես եմ սպասում, օգնիր ինձ չհուսահատվել։ Օգնիր ինձ հասկանալ, որ երբեմն քո ճանապարհները տարբեր են իմից, բայց միշտ ավելի լավն են։ Տեր, ես աղոթում եմ իմ սրտի համար։ Եթե իմ ներսում կա վախ, հեռացրու այն։ Եթե կա անհանգստություն, փոխարինիր այն խաղաղությամբ։
եթե կա վիրավորանք, բուժիր այն քո սիրով։ Հայրին, ես հանձնում եմ քեզ իմ ծրագրերը, թող իմ կամքը չլինի գերիշխող, այլ քո կամքը լինի առաջնորդող։ Սովորեցրու ինձ հնազանդություն, ոչ թե վախից, այլ սիրուց։ Տեր, ես աղոթում եմ իմ քայլերի համար։ Եթե պետք է գնամ մի ուղղությամբ, բացիր այդ ճանապարհը։ Եթե պետք է կանգնեմ, կանգնեցրու ինձ։ Եթե պետք է փոխեմ ուղղությունս, հստակ ցույց տուր ինձ։ Հայրիմ, այսօր ես խնդրում եմ, լցրու ինձ ուժով, երբ հոգնեմ, զորություն տուր ինձ, երբ կասկածեմ, հաստատիր, երբ վախենամ, հիշեցրու ինձ, որ դու ինձ հետ ես։ Տեր, օգնիր ինձ տեսնել քո ձեռքը նաև փոքր բաներում։ Երբեմն ես սպասում եմ մեծ փոփոխությունների, բայց չեմ նկատում փոքր օրհնությունները։ Սովորեցրու ինձ շնորհակալ լինել ամեն օրվա համար։ Հայրիմ, ես աղոթում եմ, որ այսօր իմ կյանքը լինի վկայություն քո մասին։ Թող մարդիկ իմ մեջ տեսնեն քո խաղաղությունը, սերը և քո բարությունը։ Թող իմ կյանքը խոսի քո մասին առանց բառերի։ Տեր, ես ուզում եմ ապրել այնպես, որ օրվա վերջում կարողանամ խաղաղությամբ ասել. ես փորձեցի քայլել քո կամքով։ Ոչ թե կատարյալ, այլ անկեղծ սրտով։ Հայրիմ, ես հանձնում եմ քեզ նաև իմ ապագան, այն, ինչ ես չգիտեմ, այն, ինչ չեմ վերահսկում, և այն, ինչ դեռ չի եղել, ամեն ինչ դնում եմ քո ձեռքերի մեջ։ Տեր, շնորհակալ եմ այս օրվա համար։ Շնորհակալ եմ, որ դու ինձ հետ ես այսօր։ Շնորհակալ եմ, որ քո կամքը բարի է, կատարյալ և խաղաղություն է բերում։ Երանելի է այն մարդը, ով հետևում է քո կամքին։ Երանելի է այն մարդը, ով չի նայում երևացողին, այլ հավատում է Աստծո խոստումներին։ Երանելի են քեզ սիրողները և քո տան մեջ բնակվողները։ Ես ուզում եմ քեզ հաճելի լինել, Տեր։ Ուզում եմ հնազանդվել քեզ, ընդունելու քո կատարյալ կամքը։ Դու իմ արարիչն ես, իմ սերը, իմ կյանքն ու ճանապարհը։ Այսօր ես ընտրում եմ վստահել քեզ։ Ես ընտրում եմ քայլել քո առաջնորդությամբ։ Ես ընտրում եմ ասել. թող քո կամքը լինի։ Հիսուսի անունով։ Ամեն։